Մի հատ սենց կարճ վիդեո, բոլորին բարի օր։ Հələ մեր րոպե չխփնանք։ Առաջի հարցս ուզում եմ սենց հեռակա ձևաչափով տամ Նիկոլ Փաշինյանին, ով ինքը իրեն հռչակել է լեգիտիմ ղեկավար, ով ամեն պատե անպատե առիթով ասում է, որ նախկինները թալանչի են, նախկինները խուժան են, նախկինները բիրտ ու եսիմինչ էին, սարսափազդու անձեր էին։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ ցույց տուր որևիցե մի ղեկավար Լևոնից սկսած, քեզնով վերջացրած։ Չէ, բացի քեզնից, ով մասնակցում է ինչ-որ պատարակների, որոնք օրինական չեն, այսինքն մատուցվում են կարգալույծարված հոգևորականների ձեռքով կամ ներկայությամբ, կամ ով նախապես հայտարարում է, որ ինքը պիտի մասնակցի պատարակի և Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները կնիքներ են խփում եկեղեցիների վրա։ Այսինքն այդ բոզի տղեկ։ Ինչ է նշանակում կնիքով փակել եկեղեցին։ Բա ուր է դա ժողովուրդը պատարակի, բոռնիկի բալեք։ Դուք ով եք, որ հայկական եկեղեցու դռների վրա Քոչարյան Անդոնի ներկայությամբ դուք կնիքավորեք հայկական եկեղեցին, հե? Ով եք դուք բոզիս բալեք, հետի մեկ, երկրորդ, քանի որ ամեն միջոցառում ձեռնարկվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը սյոտակի գնա պատարակի և ծծեր նազոն, Նիկոլի խոսնակն ասում է, դա ոգեկոչման օր է, Գյումրեցին իրավունք ունի իր ձայնը արտահայտելու պլակատների միջոցով, պլակատների վրա սև ֆլոմաստերով կամ գույնավոր, ուղղակի գրում եք Նիկոլ Թուրք, գալի կայնում եք Նիկոլ Փաշինյանի այդ եկած եկեղեցու կողը, բարձրացնում եք ձեր գլխից վերև, բան մի ասեք, գրեք Նիկոլ Թուրք կամ Նիկոլ Ազգասպան, տարբերակա, պլակատի հեմարի ձեզ մի ձերբակալ է, իհարկե ոչ։ Դուք ձեր ազատ կամքն եք արտահայտում։ Ճիշտ է։ Երրորդ հարցը, այսօր մտքովս անց է, այդ երրորդ հարցը բաղկացած է երկու կետից։ Որևիցե մի նիկոլական բլոգեր կամ Նիկոլի գովքնանող, ինքը այնքան ուղեղից թոփալա, որ մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ պետք է մնա իշխանության ղեկին, հա, չէ, դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ այդ աթոռից պոկվելու ու նետվի պատմության աղբանոցը կամ ցմահ դատվի, ճիշտ է։ Հիմի հարց ձեզ, ովքեր թելելով Նիկոլի թելը պախարակում են իմ եկեղեցին, դուք ուր եք գնալու, հարց, Հայաստանում մնաք, լավներդ քունվելու է, Հայաստանից դուրս գաք, լավներդ քունվելու է, դուք ինչ եք անելու, անենց հետաքրքիր է, այդ դրա մասին մտածել եք, հա, մի պահ պատկերացրեք Նիկոլն այլևս վարչապետ չի, ու դուք ձեր ասած ամեն խոսքի համար պետք է պատասխան տաք ազգի առաջ, ժողովրդի չէ, ազգի առաջ, պետք է ասեք սխալվել ենք, չէ, դուք երբ որ Արցախցուն անվանում եք Ղարաբաղցի, Արցախցին ծծծնի ձեզ, նորմալ Արցախցին, այլ ոչ թե Գևորգ Առուստամյանի պես բոզիս տղեկը, այդ վաղտ պետք է մտածեիք, դուք երբ որ կաթողիկոսին անվանում եք սրբապիղծ, դրա մասին պետք է մտածեիք, այդքանով հանդերձ վիրավորում եք մի ողջ ազգի, քանի որ սիրեմ, չսիրեմ ինք իմ կաթողիկոսն է, ինք իմ ազգի կաթողիկոսն է, չէ, հա, բա դրա համար պետք է պատասխան տաք, էլ եմ ասում, Հայաստանից որ փախնեք էլ, ուր պետք է թաք, Եվրոպայում կան հայեր, ԱՄՆ-ում փարկասու կան հայեր, Ռուսաստանում առավել ևս կա 3 միլիոն հայ, որի գոնե 15%-ը իմ մտածելով ավելին,
սիրում իր երկիրը, ազգի ազգային նամուսն ու պատիվը։ Ձեր բերանախոռոչի մեջ, երբ որ տեղադրվի ինչ-որ արական սեռի առնանդամ, դուք ինչ եք անելու բառիս բոլոր իմաստներով։ Ու ձեզ այնքան ուրիշ բառ չեմ ուզում ասեմ, ստորացնեն, որ դուք երազեք, որ լավ կլներ Նիկոլի հետ դուք էլ մեռնեիք։ Ինչ եք անելու, բոզիս տղեք, հե՞։ Ինչ եք անելու, հե՞։ Կասեք մի հատ, արա ուզում եք մտեք քաղաքականություն, մտեք, բայց ոչ իմ ազգային արժանապատվության ստորացման հաշվին։ Ուզում եք մտնել Նիկոլի թևի տակ, մտեք, բայց գոնե այն խոսույթներին Նիկոլ Փաշինյանի, որը կպտում է իմ ազգային արժանապատվությանը, դե թեմաների մեջ մի մտեք։ Էդ է իմ ասածը, ուրիշ բան չեմ ասում։ Թե չէ ձեր նմանները համ Լևոնի Վախտկային, համ Ռոբերտ Քոչարյանի, համ Սերժ Սարգսյանի, համ էլ առավել ևս Նիկոլ Փաշինյանի, ովքեր 2 դրամով կարան ծախեն իրենց բոլոր սրբությունները։ Էլ եմ ասում, վաղը երբ որ դուք ասեք, ախպեր Նիկոլը մեզ թելադրում էր, մենք խոսում էինք, այդ ախպերը քունելու է ձեր նավարին, դասկանալնի, ձեր բոլոր անցքերից, ու միայն ոչ ձեր, հասկացա, թե չէ։ Նիկոլ Փաշինյան, ասում ես Հայաստանը ժողովրդավար երկիր է, չէ, ժողովուրդը դու էիր ասում, երբ ժողովուրդը կկամենա իմ հրաժարականը, ես կհեռանամ։ Հիմա ժողովուրդը ասում է հեռու մնա իմ եկեղեցուց։ Հիմա նույն մեր բարձրաստիճան հոգևորականները ասում են հեռու մնա այն ինստիտուտից, այն կառույցից, որի մեջ քո խլենքոտ քիթը մտցնելու իրավունք չունես։ Բախի չես հաշվի առնեմ ժողովրդի կամքը, պոռնիկ, հե՞։ Լավ, ես էլ ասեմ, երբ որ դու դեպուտատ էիր Նիկոլ Փաշինյան, դեպուտատ, երբ որ ձեր գեղում, այդ պատմությունը այսօր եմ լսել, լավ, անուշ աղբեները հավաքվում են, ասում են, եկեք 2 բաժակ բան խմենք ժողովուրդ, քեզ էլ կանչում են, ասում են չմոք գյոթին էլ կանչեք թոկա, սյոտիկի դեպուտատ է Ենոք Հավանից։ Խմում են, քեֆները լավանում է, հելնում են ավտոմատներով կրակում են, օդ ասում են աշխարհը մերն է։ Ինչ ես անում դու, պոռնիկ։ Զանգում ես Երևանի քաղաքացի պետին, ասում ես եկեք սրանց հավքեք տարեք։ Հա, չի եղել այդպես բան։ Դե կարաս մի հատ քֆուր ուտես, որ դու տես բան չես արել։ Ու դա հիմնավորել ես, գիտես ոնց։ Ես իրանց համար եմ, իրանց բռնել տվել։ Որ իրանց երեխաները չտեսնեն իրանց ծնողների վարքագիծը և չմեծանան այդ դասիրակության մեջ։ Գաղութի պոռնիկ, գաղութում բոզ ես էլ է, վարչապետ եղածդ վաղտ բոզ ես, որբաց բոզ, Ենոք Հավանում բոզ ես էլ է, դու ընդհանրապես ունես որևիցե մի հատ դերական կողմ, բարոյական նկարագրի մեջ, հե։ Խոսում ես բարոյականությունից, 2 աղջիկըտ պոռնիկի պուտանգի պես հագնված նկար են գցում Facebook։ Երեխեքիդ բան չեմ ասում, մորից ինչ տեսել են սովորել են։ Ու այդքանից հետո քո նման պոռնիկի զավակը ասում է, փորձում է համոզել մի ողջ ազգաբնակչության, որ մենք սխալ ենք հասկանում։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, մաքրում է իմ եկեղեցին։ Ճիշտ եք ասում։ Հա։ Նիկոլ Փաշինյանը թույլ է այն որ փողոցի վրա էր, այն որ պատերի վրա խզբծած էր, իր տունը մաքրի, ոչ թե իմ եկեղեցին։ Եթե իմ եկեղեցին մաքրման կարիք ունի, դա պիտի անեն մեր բարձրաստիճան հոգևորականները, այլ ոչ երբեք ինչ-որ մի հատ գաղութի պոռնիկ։ Էլ եմ ասում, գյումրեցիները վաղը, ով ունին, չգիտեմ, դրա կարիքը, ով ում սրտով է իմ ասածը, պլակատների վրա գրեք, Նիկոլ Ազգասպան, Նիկոլ Թուրք, գնացեք կայնեք եկեղեցու կողքը։ Բան մի ասեք, ձեն մի հանեք, պլակատները բարձրեք գլխի վերևը պահեք։
Թողա կարթա մտնի։ Աշխարհին ցույց տվեք, որ Նիկոլը չի հարգե ձեր ընտրությունը։ Դուք ընտրեցիք Վարդան Ղուկասյանին որպես քաղաքապետ։ Ճիշտ է, Գյումրվա քաղաքապետ։ Ասիկ թալանչիա, կաշառակերա, նախկինա, ինչա, մերն է։ Ես եմ ընտրում իմ քաղաքապետին։ Տարավ փագեց։ Ճիշտ է, ճիշտ է։ Գյումրին մեր հայրաքաղաքն է, չէ՞ տենց եք ասում։ Դե մի հատ ձեր հայրական խեռը վաղը պլակատների վրա նկարած ցույց տվեք Նիկոլ Փաշինյանին։ Այն Քոչարյան Անդոնը, որ եկեղեցի էր պեչատում, բոզի բալա, նավարիտ քունեմ ես, Քոչարյան Անդոն, սկի արաբն ու պարսիկը տենց ման չեն արել։ Դու մեկ եկեղեցի ես այսօր պեչատում, կնիք տնում վրեն, մեկ ուզում ես ցեղասպանության զոհված մարդկանց ցուցակագրես, ով եփա մեռ է, բոզի տղա դու ով ես։ Դու են բոզի տղեն ես, ով Գյումրի ուղարկված օգնությունն է թալանել։ Այս դրա հակառակ պետք է գյումրեցին վաղը հլնի ոտի։ Պետք է հլի ու ցույց տա, որ ինքը իր քաղաքի տերն է։ Ու Հայաստանի տարբեր մարզերից կապ չունի Էջմիածին, Երևան, Արմավիր, Սյունիք, մարդիկ կարող են մասնակցեն այդ միջոցառմանը։ Մտերով այդ կանցնի ասել Նիկոլ բոզի տղա, արտահայտվեք։ Չեք ուզում արտահայտվել, չընկնեք մլիցու բերան։ Պլակատներով Նիկոլ Ազգասպան, Նիկոլ Դավաճան, Նիկոլ բոզի տղա։ Կամ ձեր կամեցողությամբ, ինչ ուզում եք գրեք։ Վաղը կանգնեք 7 վեր եկեղեցու կողքը, այն ժամանակ, երբ որ գաղութի պոռնիկը պետք է գա պղծելու Գյումրվա 7 վեր եկեղեցին։ Մնացած ձեր որոշելիքն է, կանեք թե չէ։ Որտեւ ես Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ վիբրը քլնգելով մի հոգու, ով իմ համար Նիկոլ է ուղակի։ Վիբրը թողի Էջմիածնի ժողովրդի վրա, անես չէ, որ ես կարայի ազդել այդ վիբրի վրա, չէ։ Ասի ում ուզում եք գնացեք ընտրեք։ Էջմիածնեցին ի ամոթ ինձ։ Գնաց զենտվեց Նիկոլին, ՔՊ-ին։ Ասեց են, որ մեր երեխեքի մարմինները գցած էր պարկերի մեջ, լավ արե։ Կարտոֆիլի պարկերով։ Ասեց են, որ զոհված զինծառայողների ծնողներին, վիրավորների, այդ կանհետ կորածների ծնողներին քարշ տալի դեպի ոստիկանական ուազիկները լավ անեմ։ Ձեր ընտրությամբ դուք էդի ասեցիք, է ոչ բառացի։ Հասկանում եք ինչ եմ ասում, թե չէ։ Երևի էսքանը։ Ստեն ասեմ, մտանք թունել։